նախ հանքարդյունաբերության մասով, հանքարդյունաբերության ռոյալթի համակարգը, որը կա, պետք է սկսի ավտոմատ կապ ունենալ համաշխարհային գների հետ։ Այսինքն, եթե դու ունես որոշակի օրինակ պղինձ ես արդյունաբերում, այս մասով քո հարկային վճարումները կախված է լինելու համաշխարհային գներից։ Ինչքան պղնձի գինը բարձրացավ, այնքան ավելի շատ հարկ եւ դուրք ես վճարելու որպես հանքարդյունաբերող։ Մենք ապօրինի հանքերի տարածումը ոչ լիազորության արժանացած, այսինքն թույլատվություն չստացած հանքերի մասով եւս շատ պատրաստակամորեն ուսումնասիրություն ենք իրականացնելու, դիտարկելու ենք նաև այն հանքերի պոնչամբարները, մնացած բոլոր կետերը, որտեղ որ կան խնդիրներ, այս մասով գործակցությամբ բոլոր հանքարդյունաբերողների հետ նստելու ենք մի սեղանի շուրջ, խոսելու ենք, որպեսզի բնակչության առողջությանը սպառնացող բոլոր վտանգները հնարավորինս չեզոքացվեն եւ համապատասխանեն միջազգային ստանդարտների։ Մեր կառավարման ժամանակահատվածում որևէ տեսակի հանք առանց համապատասխան լիցենզիաների, առանց բնակչության համաձայնության եւ առանց միջազգային ստանդարտների համապատասխանության չի բացվելու։ Ճիշտ ասած, երբ որ վարելահողերը վերածվում է հանքարդյունաբերության, դա արդեն չարիք։ Սովետական միության ժամանակ, այո, կար այստեղ գնացքով գալիս էին տարբեր տեղերից ավազ էին տանում, որպեսզի շինարարություններ անեն, բայց այսօր ամենուրեք ով մի երկու կոպեկ փող ամնում, սկսում է հանք բացել ավազները, վարելահողերը քանդել ու սկսել ավազահանության կամ հանքարդյունաբերության կամաց արևելյան դաշտավայրի այս հատվածը վերածվում է ավազահանքերի, վարելահողերը վերացնելով, հողի կարգ փոխելով, չգիտեմ ինչ միջոցներով, հողի կարգերը փոխում են, հողը վերացնում են ու սկսում են ավազները հանել։ Սրա դեմը պետք է առնվի, որովհետև կգա երևի մի քանի տարի հետո արդեն Արարատյան դաշտավայրը հենց մեր կողքերը, Ջանֆիդագյուղի կողքերը արդեն կամաց վերածվում է հանքարդյունաբերության, ոչ թե վարելահողերի։ Այս պահին իրականում խնդիր ունենք, բայց դեռ այդպես մանրամասն ուսումնասիրության արված չի, որտեղ շատ ինչպես դուք նշեցիք, ավազի հանքերի այդ հարակից գյուղնշանագության հողատարածքները արդյունավետությունը նվազում է մշակության, որտեղ այդ ջրի հոսքը արդեն շատ է հոսում դեպի այդ ջրամբարները, որ արդեն ավազի արդյունահանման արդյունքում առաջացել են եւ այդ հողերը արդեն մեխանիկորեն հարվում են անպիտան մշակության համար։ Այս դեպքում էլ պետք է կարգավորվի այդ վայրենի ավազի արտահանումը պիտի դադարեցվի։ Օրինակ, ես մի sense միտք ունեմ նաև։ Կան տարածքներ, այդ իմացած, որ նախորդ ասում էի ջրային լճային տարածքներ կան, որում կարելի է, եթե համայնքային չեն, որևէ մեկի մասնավոր սեփականություն են, արդեն տիղմով ծածկված են, այսինքն շատ մեծ ջրային պաշար չեն կարողանալ կուտակել։ Ես կառաջարկեմ նման ավազ արդյունահանող ընկերություններին, թեկուզ ինչ-որ արտոնություններով նման ջրամբարների տարածք տրամադրվի, ասեն գնացեք ըստեղից արդյունահանեք ավազը եւ երբ կմաքրվի այդ ջրամբարը, երբ կդառնա հսկայական ջրային պաշարով ջրամբար այդ տարածքները։ Ամեն դեպքում կարգավորման կարիք կա։ Այս պահին դեռևս չունենք մանրամասն ուսումնասիրություն։